Ես կարծում եմ առաջիկա ընտրություններում եթե հաղթեց Փաշինյանը, ես արձանագրելու եմ, որ ասֆալտ պաշտող հայերը հաղթեցին իրենց ինքնությունը հարգող հայերին։ Ես դա արձանագրելու եմ, որովհետև ցանկացած երկխոսությունը չի ով կրում է հայկական էթնիկ, հա, հայի արյուն, ով հարգում է իր պատմությունը, իր արժանապատվությունը, ես կարծում եմ նա Նիկոլ Փաշինյանին չի ընտրելու։ Սամսոնյան, գուցե ընդդիմությանը չի հաջողվում քաղաքացիների ճիշտ երկխոսություն տանել, հա, այդ արժեքների բացատրությունը տանել, դա էլ կա։ Ու բացի այդ դա այսպես նորմալ, հա, մարդկային բնազդ է, հա, որ առաջինը իր առօրյա խնդիրներն են որպես առաջնահերթություն համարում քաղաքացիները։ Գիտեք, արժեքների բացատրության հարցը ծայրահեղականացվում է։ Երբ որ խոսք է գնում արժեքների բացատրության, ինքնության այդ հարցերի մասին, իշխանությունը խոսում է պատերազմից։ Եկեք օբյեկտիվ նայենք, հա, իրականությանը։ Իշխանությունը ճիշտ է մի հարցում, որ այսօր Հայաստանը իրեն չի կարող թույլ տալ խոսել Ղարաբաղյան շարժումից քաղաքական իմաստով, խոսել նրանից, որ մենք հետ ենք գրավելու Ղարաբաղը, հետ ենք բերելու, սա չի կարող թույլ տալ։ Արտաքին քաղաքական այո օրակարգ է, որը չի կարող հիմա լինել։ Սա վտանգավոր է եւ կոնֆլիկտածին է։ Այդ մասով ես որևէ խնդիր չունեմ։ Սա ռացիոնալ առումով մենք հասկանում ենք։